Քաղաքացիական պայմանագիրը ստանում է 64 մանդատ։ Բում, միազնյա կառավարություն։ Դարդը այնա, որ 1.5 միլիոնը օգնեց Փաշինյանին։ Իսկական դարդ։ Այս ապրանքատեսակների թանկացումն անխուսափելի է։ Ոնց, այս հիմա արդեն թանկացածը չի։ Հակոբյանին գործողում է ԱՄՆ որպես վարչապետի տիկ։ Մի րոպե, եթե ես ճիշտ եմ հիշում Keeping Up with the Pashinyansi նախորդ սեզոնը, Բարև ձեզ, Arm Comedy-ն ողջունում է բոլորիդ, ընտրող, քաղաքացի առ քաղաքացի, պատրոն առ պատրոն։ Դեռ երբեք այդքան հեշտ չէր դառնալ մեր պատրոն։ Ընդհանրապես գրում եք description-ի մեջ, այնտեղ մի հատ բան է, սեղմում եք, դառնում եք պատրոն, լսում եք մեր անկապ, բայց շատ հետաքրքիր խոսակցությունները Patreon-ում։ Իսկ արժեքը ընդհանրապես ամիսը մի շաուրմայի չա, որովհետև շաուրման $8 կուրսը, в общем, նես եղավ, որ արդեն ավելի քիչ է։ Իրականում, ինչևէ, մեր նյարդերը այսքան ամուր են, բայց այնքան ամուր չեն, ինչքան մեր գլխավոր գործընկեր GTB ստիլի արմատուրաները։ Լսել եք բելգիական տեխնոլոգիաների մասին։ Թուձես բելգիական տեխնոլոգիա, սա գերմանական է, ձուլված արատում, բերվում է հենց ձեր մոտ։ Եվ այսպես եկավ հին ու բարի հունիսի 14-ը եւ մենք ստացանք բոլորին հուզող հարցի պատասխանը։ Մտածեք հիշենք ինչ պետք է ունենայինք հունիսի 14-ին։ Հարգելի գործընկերներ, հունիսի 14-ին մենք ունենալու ենք իդեալական արդյունքներ։ Միայն իդեալական արդյունքներ են պետք։ Մյուս օրը ասեց արեց։ Իրոք իդեալական արդյունքներ էին։ Ուղղակի ԿՊ-ի համար։ Քաղաքացիական պայմանագիրը ստանում է 64 մանդատ, ինչը նշանակում է, որ կուսակցությունը խորհրդարանում կունենա մանդատների 3/5-ը։ ԿՊ-ն միանձնյա առանց այլ ուժերի աջակցության կարող է ձևավորել կառավարություն, ընդունել սահմանադրական օրենքներ ու ընտրել մի շարք կարևոր պաշտոնատար անձանց։ Բում, միանձնյա կառավարություն, օրենքներ, միանձնյա դատախազ, պաշտոնի նշանակել, շաբաթը մեկ էլ որոշել ընդդիմությունին շորիկով գալու, բայց ոնց տենց եղավ, կհարցնեք դուք։ Տենց եղավ, որովհետև տակտիկորեն շատ ճիշտ ընտրված երկու տեղամաս արդյունքները չեղարկվեցին, բայց վերաքվեարկություն չնշանակվեց։ Բայց դա օքեյ է։ Պետք է հարցնենք Դանիել Յոհաննիսյանին։ Չէ, վերջ, էլ ոչ մի Յոհաննիսյան։ Զանգում շատ ավելի բարձր տեղ հերիք է։ Աստված ջան, այս երկու տեղամասերի հետ կապված վերահաշվարկ։ Հա։ Այս Նա Ինչ ասում։ Ասում եմ մտեք Յոհաննիսյանի հետ այնտեղ գրած է։ Անկախ դիտորդ դաշինքը համարում է, որ ԿՀ-ի կողմից 1051, 1213, 3565 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելը ակնհայտ ու բացահայտ ապօրինի է։ Ապօրինի է։ Իսկ մնացած տեղամասերը, ընդհանրապես քանի տեղամասեր տենց պրոբլեմատիկ։ 5 տեղամասի տվյալները, որ ներկայացեն, կներեք այդ մեր տվյալներն են ներկայացրել։ Ստոպ։ Հիմա եկեք հասկանանք, էլի։ Նայեք որտեղ են սկսում մեր խնդիրները։ Երբ մարդ, ով պատասխանատու է նրա համար, որ հաշվելու է երկրի ամենակարևոր թվերը, 5 թիվը ցույց է տալիս այսենց։ Կարող է հովակիմանը բոլոր մնացած հաշվարկներն էլ այտենց երկու մատի վրա արելա, դրա համար այս արդյունքը ունենք։ Վերադառնանք իդեալական արդյունքներին։ Եվ այսպես Յոհաննիսյան դժգոհ է, որ ապօրինաբար չեն նշանակում վերահաշվարկ մի քանի տեղամասերում։ Կհամոզեք Յոհաննիսյանին։ Յոհաննիսյանին եւ մեզ։ Մենք ջանդամ։ Յոհաննիսյանին համոզեք, որ ճիշտ եք։ Մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։ Վերաքվեարկություն չեն նշանակում, որտեղ ընտրողները արդեն գիտեն ով է անցել ու կարող է իրենց կարծիքը փոխեն ընթացքում։ Նայ, դու լավ չես ճանաչում հայ ընտրողին, հեսա հովակիմանը կբացատրի։ Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամ արտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Այսինքն հայ ընտրողը կարող է ԿՊ-ն է անցել, եկեք խմբագրենք մեր կարծիքը ու այս անգամ բոլորս ընտրենք Գուրգեն Սիմոնյանին, որպեսզի շտկենք տիեզերական անարդարությունը։ Դակ Յոհաննիսյանին կարողացան համոզեն, գոնե մի կես իոտա։ Դանելը ահագին փապկել է։ Մանդատները, որոնք ԲՀԿ-ն չէր ստանա, եթե իր օգտին ընտրակաշարք չլիներ, ԲՀԿ-ից ըստ էության ապօրինաբար խլվեցին ԿՀ-ի կողմից։
գողը գողից գողացավ, Աստված Սամանդրական դատարանը տեսավ զարմացավ։ Սողոմոնյան պատասխան։ Լավ հերիքա հա Յոհաննիսյան կարդանք։ Եկեք մի քիչ էլ Յոհաննիսյան լսենք։ Տեսնենք Վիդեոնիսյան։ Եվ այո, մենք այդտեղ հավելային հավանականությամբ տեսնելու ենք tactical voting, հա? Երբ որ մարդիկ քվեարկում են ոչ թե իրենց քաղաքական նախասիրություններով, այլ զուտ տակտիկական բաներով։ Պայմանական բոլոր ընդդիմադիրները քվեարկելու են Բարգավաճ Հայաստանի օգտին, որովհետև մյուս ուժերի օգտին քվեարկելուց առանձնապես բան չէր փոխվի, իսկ Բարգավաճ Հայաստանի անցել չանցնելու հարց։ Բայց դա մենք արդեն չենք օրինա, որովհետև կներեք այո Էլյուանիսյան չունենք, չէ՞։ Չէ ոնց։ Հա, չէ, չկա։ Ներվերը չի երիկում, հա։ Կոնկրետ խնդրումը անցնենք առաջ։ Այս թեման Patreon-ի OnlyFans-ում մանրամասն կքննարկենք, իսկ այժմ տեսնենք ինչ է մտածում ԲՀԿ-ն, ԲՀԿ-ի այս վիճակի մասին։ Ահագն Հովակիմյանի գլխավորությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է թե թույլ չտալ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը հաղթահարել անցողիկ շեմը։ Իվետա Տոնոյանի թվում էր, որ ոչ մեկ իր խոսքին ուշադրություն չի դարձնի, եթե նա չօգտագործի անմռունչ բառը, ու կարող է ճիշտ էլ մտածում, որովհետև շատ լավ բառը հաստատ բաց չենք թողնի։ В общем, ԲՀԿ-ն առայժմ դժբախտ է, դիմելու է Սահմանադրական դատարան, իսկ մենք շարունակում ենք սպասել Ծառուկյանի հարցազրույցը The Guardian-ին։ Մինչ մեկ ու ողջ Բրիտանիան, արի ճիշտ ասենք, ես սպասում ենք Ծառուկյանի The Guardian-ի հարցազրույցին, որոշ ուժեր հայ-հայա գնում էին Մոսկվա։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երեք իրավապահները թույլ չեն տվել Զվարթնոց օդանավակայանից լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ավելի վաղ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա երրորդյա այցով մեկնում է Հայաստանի Հանրապետությունից, նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ։ Հիմա ռեժիմը փորձելու է տարածել, որ Քոչարյանը թռնում է երկրից կամ գնում է Պուտինի մոտ կոնսուլտացիաների, մինչդեռ կարող է մարդը հոգնել նրա պայքարից, ընդհանրապես գնում է Դուա Լիպայի համերգին։ Քիչ էր գնում օրինակ Coldplay համերգին։ Եկենք անդադ մոռանում որ մարդը նաև Coldplay է սիրում։ Ու вообще նորմալ չէ որ ամեն անգամ որ մարդ ուզենա գնա Coldplay լսի, հատուկ ծառայություններ նկարեն аэроպորտում ու տարածեն։ Դե Coldplay-ն մարդիկ իրոք շուտ մոռացան, ինչպես նաև մոռացան, որ օրենք չկար արգելող Քոչարյանին դուրս գալ երկրից, բայց հիմա դրա վրա այդքան չեն նայում, ելում էին պահում հայոց հողին կպած։ Հիշեցնենք օրեր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր փորձել լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահները նրան եւս թույլ չէին տվել։ Գագոձյանն էլ չթողեցին, բայց նա փոխարենը The Guardian-ին տվեց հարցազրույց, որ արդեն մի շաբաթ է The Guardian-ի թարգմանիչները փորձում են այն թարգմանել ինչ որ մի լեզվի։ Այդ դասքում պարզվում է որ ոչ բոլորն են սպասում ԿՀ-ի իդեալական արդյունքներին եւ էլի մարդիկ կան, որ գործեր ունեն դրսում։ Հայրենակիցներ, մենք այսօր պետք է լինեինք Վերին Լարսում եւ ներկայացնեինք, թե ինչ խայտարակ իրավիճակ է հայկական բեռնատարների եւ գյուղմթերքի արտահանման հետ։ Բայց սահմանապահ ծառայությունները մեզ տեղեկացրին, որ իմ այցելությունը այնտեղ արգելված է եւ սահմանափակում դրեցին իմ վրա։ Պետք է գնար Լարս կանգներ են հերթերի մոտ ու ասեր նայեք ինչ հերթեր են ապաշնոր Նիկոլի պատճառով գոյանում, մինչդեռ նարես դու մեզ պետք է ստեղ, որպեսզի չթողնես 300,000 ադրբեջանցի գա։ Այն մարդ կարող է Նիկոլը վախեցա, որ ինքը կարող է գնա ու միանա այն Coldplay համերգին, դրա համար բոլորին ուզում է ստեղ բայ։ Okay, դե այո Նարեկը Հայաստանում է։ Մեծ որ հանկարծ չամա չէ գալիս չէ։ Դա վախեցան։ Հետո վեր 300,000 ադրբեջանցիները։ Իսկ այդ ընթացքում ռեժիմը շատ նուրբ բացատրում է, որ փողը ոչ մեկի չի փրկի։ В чем сила? Разве в деньгах? Вот и брат говорит, что в деньгах. У тебя много денег. И чего? Я вот думаю, что сила в правде. У кого правда, тот и сильнее. В общем, Փաշինյանը նայելա բրատ դվան հանելա Սերգեյ Բադրովի պիստոլետը ու ընկելա հարուստների հետևից։ Իդեպ, մեր ձեռքերում հայտնվել են Փաշինյանի մյուս ռիլերը այս թեմայով, ահա նրա ուղերձը եռագլուխ հրեշին։ Hasta la vista, baby։ Ինչպես նաև Նիկոլի ուղերձը ԵԱՏՄ-ին։ I'll be back։ Նաև Նիկոլի պարզաբանումը Զելենսկու Հայաստան գալու կապակցությամբ։ Не виноватая я, он сам пришел։ Վերջ։ Իսկ երկարա օթերը փակվայլու ընդդիմության համար։ Մի հավաքեք ձեր ճամպրուկները։ Ես դեռ Քարոզարշավի ժամանակ եմ ասել։ Դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին
ու չեք ունենալու այդ հնարավորությունը։ Նիկոլը կոնկրետ զլոյա մտել, նույնիսկ իրա բայվոյ շլապան է հակել։ Այդ իրա բայվոյ շլապան։ Արա դե ինչ որ գլխար կա հակել, սպառնում է երևի բայվոյ շլապան է։ Ընթացքում նաև Կարապետյանին գցեց Սերժի ջեբը։ Սերժի, խի Սերժի։ Եվ իդեպ, այս խմբակից չենք մոռացել եւ չենք մոռանալու Կալուգացու հիմնական մարիոնետավարին Սերժին։ Բայց 8 տարիա փորձում ենք մոռանալ Սերժին։ Հմին հենց եք անում, որ Սերժը հենց վերախմբագրի մյուս տարվա ուղերձը թե ինչ նկատներ երբ ասեց, որ Նիկոլը ճիշտ է դու սխալ, որ ոչ մեկ երբեք իրան չհիշի։ Այդ ընթացքում Սամվել Կարապետյանը հայտնվեց շրջափակման մեջ լրագրողների կողմից եւ լրագրողներին բացատրեց, թե ինչի ընդդիմությունը փողոց չի հանում մարդկանց։ Այ ինչ եք կարծում, ինչու պայքար չկա դեպքում։ Թե հանրությունը սկզբից հաշտ է լինում, հետո հաշտ չի լինում։ Հասարակությունը շատ հետաքրքիր ֆրուկտ է, պետքա լավ հասունանա, որ հետո նոր հաշտ չլինի։ Մենք լրագրողները նաև հիշեցրեցին Կարապետյանին, որ 1.5 միլիոն հայ պետք է ընտրեր ուժեղ Հայաստանին, բայց չընտրեց։ Ինչ եղավ մեզ խոստացված 1.5 միլիոն հայրենասեր հայերը։ Բայց պաստոն են 1.5 միլիոնն էլ չօգնել ձեզ, որ շակնկալում եք այդքան մարդ մասնակցել։ Այ ամենա դարդը այնա, որ 1.5 միլիոնը օգնեց Փաշինյանին։ Այսինքն սխալ հաշվարկել։ Այսինքն մեզ խապեցին այդ 1.5 միլիոնով։ Իսկական դարդ 1.5 միլիոն դարդ ունի ընդդիմությունը։ Իսկ ոնց խապեցին, ընտրակաշարք վերցեցին ու չընտրեցին։ Օրինակ Կուրսկը շատ սրտացավ էր ոնց որ եկել, իրանք խապված չլինի։ Կոնկրետ ով խապեց ձեզ։ Որ այդքան ձայն ունեք Ոչ ոք Երևանում։ մեզ չի խապել, մենք ինչ ձայներ սպասել ենք, նորմալ ստացել ենք։ Հենց նոր ասում եք, որ 1.5 միլիոն մարդ ձեզ խապել է։ Հիմա վերջը ով է հաղթել այս ընտրություններում։ Մենք չենք հաղթել, Փաշինյանն էլ չի հաղթել, պարտվել է հայ ժողովուրդը։ Ժողովուրդը ձեզ համ խապել է, համ էլ պարտվել։ Իսկ ինչ որ մեկը все-таки հաղթել է այս ընտրություններում։ Այս ընտրությունը հաղթել են ամերիկացիք, ադրբեջանցիք, թուրքերը, եվրոպացիք, ռուսները։ Ռուսներն են հաղթել։ Այո։ Да что ты, черт побери, такое несешь? Ոնց են ռուսները հաղթել, ռուսները։ Ռուսները գիտեն, որ իրանք հաղթել են։ Պուտինը հաստատ չգիտե, երկու շաբաթա չի շնորհավորում մեզ ռուսների հաղթանակի կապակցությամբ։ Չնայած կարող է Կուրսկի հայերին առանձին շնորհավորել է։ Հիմա ինչին սպասենք, ժողովրդին։ Ես ասել եմ, հայ ժողովուրդն է որոշելու։ Եթե հայ ժողովուրդը որոշի կհաշտվի, ուրեմն կհաշտվի։ Ես չեմ հաշտվելու։ Այսինքն ժողովրդի կարծիքը հաշվի չեք առնելու։ Ժողովուրդը դարդ է, խափում է լիդերներին։ Դե սպասենք թե պայքարի ժողովրդի հետ կամ առանց ժողովրդի։ Իսկ դուք մնում եք մեզ հետ, որտեղ երկրորդ մասում է սպասում է Աննա Հակոբյանի գործողումը, Ամերիկա, նոր թանկացումներ, Էդմոն Սերժ էպոպեայի շարունակությունը ու էլի լիքը բաներ։ Գինիել կա գինիել, իսկ թե որն է ձեր սրտի գինին, ձեզ կօգնի բացահայտել Վեդի ալկոն։ Համտեսիր բազմազանությունը, հասկացիր քեզ հանգստի գինի է պետք, թե հատուկ առիթի։ Կա գինի, որ խորհուրդ կտայի խոհերին, իսկ կա գինի, որ իդեալական կարիճների համար։ Վեդի ալկո, լավագույն ավանդույթները ինչքան ուժ ունեն խորանում եւ շարունակվում են։ Սարգսյան, ինչին շտաբ կանչեցիր։ Պարոն Մարգարյան, մեր զանգուգինին պատրաստ է։ Նուրբույր հայկական էնդեմիկ խաղողների համ։ Հրաշալի գինի եք ստացել, Սարգսյան, պետք է հպարտանաս։ Բայց կա մի կողմնակի էֆեկտ, որը հաշվի չէինք առել։ You can try now, Jennifer. Ես իմ անուշ Հայաստանի աղևահամ բան եմ սիրուն։ Բա դլնեմ։ Էդի պետք չի գրել։ Չափազանց հայկական գինի է ստացվել։ Կանգնեցնենք արտադրությունը։ Կրկնապատկել, մենք չափազանց հայկականից բացարձակ չենք նեղվում։ Հոփա, ինչ եղավ երկուշիշե։ Դե մեր հին ու բարի հայկական մունացնելը մի թեթև ներթափանցել։ Եվ այսպես ընտրությունները անցան գնացին, իսկ դա նշանակում է, որ արդեն հանգիստ կարելի է խոսել թանկացումների մասին։
Մինչև այդ չեն խոսում։ Դե մինչև այդ ասեմ պահում են որ անակնկալ լինի ընտրություններից հետո։ Հաջորդ տարեսկզբին ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, բենզինի, դիզվառելիքի եւ սեղմված գազի ակցիզային հարկը կբարձրանա։ Եվ ուրեմն այս ապրանքատեսակների թանկացումն անխուսափելի է։ Տնտեսագետների կանխատեսմամբ, եթե վառելիքը թանկանում է, դրա հետևանքով լոգիստիկայի գներն են բարձրանալու, ինչն էլ հանգեցնելու է մյուս ապրանքատեսակների շղթայական գնաճին։ Ոնց, այս հիմա արդեն թանկացածը չի։ Հիմա ուշի թանկացած է, բայց դա չի նշանակում որ չի կարելի մի քիչ էլ թանկացնել։ Մի հատ ճշտում էլի, սա ռուսական գազի հնարավոր թանկացումը չհաշված։ Դմբո, դե իհարկե չհաշված, բա իհարկե։ Բախիա տենց։ Խորհրդարանական ընտրություններից 4 օր անց հունիսի 11-ի կառավարության նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով է հաստատվել հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու ակցիզային հարկի բարձրացման մասին օրենքի նախագիծը։ Այն անհետաձգելի կարգով ներկայացվել է խորհրդարան հաստատման։ Եթե դի չզեկուցվողով են տարել, ոնց գտան Նիկոլի այդ բոնդյան չարագործի ծիծաղը։ Փոքրիկ բոնուս TV5-ի կողմից, դե էլ ոնց պետք է խնդա հեղուկ գազն ու դիզվառելիքը թանկացնելից։ Պրինցիպի հա, մանավանդ որ տենց 4 օր հետո է թանկացնում։ Հələ մի քիչ էլ մեղմ ծիծաղ են դրել։ Ես вообще պատկերացնում եմ որ սենց է խնդում։ Okay, մի հատ լսենք ֆինանսների նախարարին։ Նրա խոսքով ակցիզային հարկի բարձրացման որոշումն ընդունվեց ընտրություններից հետո, որովհետև մենք մի քանի տարի առաջ ներկայացրել էինք ակցիզային հարկի փոփոխությունների պլան, որը ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Եւ մենք պետք է ներկայացնենք նոր պլան, որը կվերաբերվի 2026 թվականի հունվարի 2027 թվականի հունվարի 1-ից հետոյի համար։ Այսինքն չի կարող այդ պլանը չլինել։ Հիմա ավելի թեթև է ստանում, որ դիզվառելիքը, ալկոհոլն ու ծխախոտը թանկացնում են։ Գիտես ինչ, եթե պլանավորած էր, it's okay։ Հա, որտեղ ինձ մի պահ տված, որ կարող է դի պլանավորած թանկացում չէր, բայց որ իմացա նախորդ պլանավորած էր, վсё, գարաս պլեջ։ Վերջին 8 տարում ծխախոտն է աննախադեպ թանկացել։ Էս հետաքրքիր չի։ Էս ինչ ուզում են թող թանկացնեն։ Մի խոսքով, գները Հայաստանում դեռ կլինեն որոշակիորեն փոփոխական, բայց մի բան Հայաստանում թեկուզ եւ հետընտրական շարունակում է մնալ անփոփոխ։ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործողվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի 4-րդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ Ընդ որում հունիսի 11-ին ստորագրած իր որոշման մեջ Փաշինյանը նշել է, որ Հակոբյանին գործողում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին։ Մի րոպե, եթե ես ճիշտ եմ հիշում Keeping Up with the Pashinyansi նախորդ սեզոնը, Աննայի ու Նիկոլի ամուսնությունը ավարտվել էր, բայց չի նշանակում, որ բաժանվեցին։ Հա, բայց համել ամուսնացած չէին ի սկզբանե։ Հա, բայց խիառաչի տիկին։ Հա, իսկական, էլի ապեր մի հատ բարձաբանի, էլի նախորդ սեզոնը մի հատ հիշացրու։ Ամիսներ առաջ Աննա Հակոբյանը հիշեցնեմ հայտնել էր, որ բաժանվում է Փաշինյանից, հեռանում է կառավարական ամառանոցից եւ նույնիսկ վարձով է բնակվելու։ Ապա Հարզանի փաստն այդ ժամանակ հաստատեց նաեւ Փաշինյանը, սակայն շաբաթներ առաջ տեսախցիկները նրանց միասին ֆիքսել էին Գյումրիում։ Այդ ժամանակ վարչապետը հայտնեց, որ ինքը մեծ ջանքեր է գործադրել եւ դրանց արդյունքում Աննա Հակոբյանը հետ է եկել։ Okay, հետ է եկել, բայց արդյոք ամուսնացել են, որտեվ եթե վարչապետի հետ չամուսնացած կնոջը կարելի է համարել առաջին տիկին, ուրեմն Հայաստանում 1.5 միլիոն առաջին տիկին կա, ուխի նախագահի կինը չի համարվում առաջին տիկին։ Այնտեղ բարեգործության մոմենտ կար, որտեվ հիմնադրամի տնօրենը չէր կարող ասոցացվել Նիկոլի հետ։ Հակոբյանն այդ ժամանակ մտել էր, թե ինքը չի ասոցացվում ոչ Փաշինյանի, ոչ էլ ՔՊ-ի հետ։ Այնինչ հիմա ընտրություններից օրեր անց նա որպես վարչապետի տիկին Փաշինյանի որոշմամբ Միացյալ Նահանգներ է գործողվում։ Հիմա էլի չի ասոցացվում Փաշինյանի հետ։ Այդ մենակ Ամերիկայի տարածքում հենց հետ գա, էլի չի ասոցացվի։ Okay։ Այս խառը պատմությունից եկեք տելեպորտվենք մեկ այլ խառը պատմություն։ Հիշում եք անցած թվարկման ՀՀԿ Էդմոն Սրաչը, հիշացնեմ ինչ էր եղել։ Էդմոնը Սերժին ասեց, որ ինքը պաշտպանում է Նիկոլին, հետո սա ՀՀԿ ընտրավ Էդմոնի դեմքին, հետո Էդմոնը Շարմազանովին ասեց Ջանետ յուղի, հիմա այդ մասից ոնց է շարունակում ենք։ Սերժին հարցրեցին, վերջին չի ասեցիք, որ Նիկոլը տեխնիկապես 3-րդ սրոք չի նստում։ Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշեն, որովհետև միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիա է տարել Հայաստանի Հանրապետությունը,
ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա եւ ով իմ երկրի տարածքները թողել է Շլամու կապիտուլյացիայի տակ։ Դե բայց նույնիսկ կոնտեքստում ինչ իմաստ կար ասելու Ամր թող իրար հարաբերությունները պարզեն էլի։ Դե մենք չհասկանանք։ Չէ, մենք այդ ընթացքում կվարվենք ինչպես վարվում էր այն բոլորին դեմի տղեն։ Եվ այսպես Սարգսյանի միայն ապուշը անվանարկումից հետո նրան արձագանքեց Էդմոն Մարուկյանը։ Բայց կարող է լրիվ ուրիշ մարդու նկատի ուներ։ Կարող է, բայց արձագանքեց Էդմոնը։ Եթե դու ճիշտ ես, այսքան մարդ չի արձագանքում, ուրեմն դու սխալ ես։ Որտե ուրեմն դու 100% սխալ ես։ Հիմա այդ այսքան մարդ արձագանքում, պլյուս դրան այսքան մարդ արձագանքելով, նաև հիմնավորումը Նիկոլը 7 ժամկետ չի ընտրվել։ Այսինքն դու սա գալի որ սաղովի պաշտպանում եք իրան։ Հիմա ի՞նչն եմ սխալ ասել, էլի, ի՞նչն եմ ես սխալ ասել։ Չոտկի ոնց կա ասել են, ու տակից չեք կարողանում դուրս գալ սա կուսակցությունով։ Փոխանակ սուս մնաք։ Միա ու շարունակում եք ամեն օր, մտածում եք որ ես պետք է սուս մնամ։ Ձև չկա ես սուս մնամ։ Չգիտեմ ոնց այս կլասիկ բանավեճը տեղ զբաղեցնում մեր եկյա հետընտրական բոլորայում, բայց մենք չուզենալով կհետևենք նոր զարգացումներին։ Իսկ այդ ընթացքում մեր ազգային հպարտությունը, բիբարը հետ են ուղարկում։ Արա դե զզվեցրին էլի այդ ռուսները։ Չէ, այս անգամ ռուսները չեն, երբեք չեք կրայի ով։ Հայկական արտադրանքը հետ է վերադարձրել Ուկրաինան։ Արմատ մեդիայի տեղեկություններով Հայաստանից Ուկրաինա արտահանվող պղպեղով բեռնված բեռնատարը սահմանից հետ են ուղարկել։ Հոп, այո, սրա մեջ եկա տիտանական հեգնանք կա, որ Ուկրաինան է հետ ուղարկում, բայց մենք նրան չենք անդրադառնա, մինչև մի հատ էլ սոցգովաց չանենք այդ ուկրաինյաների մասին։ Նայեք, առաջին մասում շատ ճիշտ եք արտասանում։ Ուկրաինան։ Բայց հետո պարզ ու հասարակ Ուկրաինան դառնում է Ուկրաինա պետություն, քարտեզի վրա չկա 21-րդ դարն է վերջի։ Իսկ հիմա ամենահեգնախեղտ մասը, պարզվում է Ուկրաինան չի հավանել մեր հայկական պերճիկները։ Լավ չնչեց։ Պատճառը հայկական պղպեղում հայտնաբերված թրիպս գյուղատնտեսության համար վտանգավոր վնասատու միջատն է։ Զելենսկի ջան, երկրորդ տեսախցի։ Նայ, եկար ստեղ ռուսների վրա ստեղից քակեցիր, ձեր չհանեցինք։ Քո պատճառով ընկակ եկյա սանկցիաների տակ, դες որ հիմա ամենաքիչ բանը որ դու կարաս անես, երկու ձեռքերով ամուր մեր պերճիկները բռնելն է։ Լավ չնչեց։ Եվ Ուկրաինան մոտավորապես նույն պատճառով է հետ ուղարկում բիբարը, ինչ որ ռուսները, ինչ որ թրիպս միջատի պատճառով։ Նայեք, թրիպս ու թրիպսը երկու տարբեր բաներ են։ Թրիպսը մի չատա, թրիպը մի ջանսկա։ Արա, հավ պրինցիպի թե ահագին շփոթեցնող է, էլի։ Այլ թեմաներ։ Ժողովրդարության բաստիոնը արդեն որորդ անգամ պարզվում է, որ այդքան հանդուրժող չի։ Քաղաքական հաշվեհարդար է տեսնում իշխանությունը լուծարելով մայրբուհի ամենահին ամբիոններից մեկը եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության մոտ 100 տարեկան ամբիոնը։ Վստահ է ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար քաղաքագետ Անուշ Սեթրակյանը։ Երբ որ ես գնամ, հեռանամ, մի տարի հետո այդ ամբիոնը կվերաբացվի կուսակցական պարադիգմային հաջող մի մարդու գլխավորության տակ։ Իր ընդդիմադիր հայացքներն են ամբիոնի լուծարման պատճառը, վստահ է Սեթրակյանը, ով խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր ընդդիմադիր միասնության թևեր կուսակցության ցուցակով։ Մի րոպե, Մակրոնը գիտի սրա մասին։ Դե չեմ կարծում։ Բա երիտասարդական ուսանողական շարժումներ են, ռեստարտ բան, որ ապա քաղաքական բուհիր էին պահանջում, իրանք ինչ են ասում։ Դե այդ ուղակի բարի կենաց է, իսկ մենք հասկանանք խիասա քաղաքական։ Քաղաքական հայացքների պատճառով իր մասնագիտական գործունեությունը հաճախ է թիրախավորվել ժողովրդավարության բաստիոն Հայաստանում։ Երբ որ գրում էին, ասենք, Ստեփան Սաֆարյանը, Հայկովյանը, եւ այս դեմքով մարդը պետք է այս քաղաքական կողմնորոշման մարդը իրավունք ունի լինելու ամբիոնի վարիչ, ես զարմանում եմ, միտեղ ոնց կարելի է ժողովրդավարություն քարոզել, միտեղ բացառել մարդու անձնական քաղաքական դիրքորոշում ունելու իրավունքը։ Դե ասա մի քիչ կիսեք էլի իշխող կուսակցության համոզմունքները կամ вообще մի ունեցեք համոզմունքներ, խի պետք է սերունդ կրթող մարդը ունենա ինչ-որ համոզմունքներ։ Հա, սարկազմա։ Եվս մեկ բան, որ սպասում էր մի հատ այս ընտրությունները անցնեն գնան նոր համահանի, դա տորնադոն էր։ Տորնադոն է ամերիկյան բան է շատ, Կանզասներում ալնում։ Հա, բայց մեր մարտունին արդեն պրակտիչեսկի 51-րդ նահանգ է։
Ահա, այսպես Դորոթին ու Տոտոն հայտնվեցին Մարտունիում, իսկ մարտունեցիք տեսնելով Դորոթին ասցին, «Արա, ինչ վատարաղ են քաշես անգամ»։ Չիլնի Ամերիկայից ներմուծենք են լավ բաները։ Double fudge brownie, banana split-ը։ Նու մենակ ամերիկյան չէ, նաև Եվրոպա ենք հեսա մտնում եւ այդ շրջանակներում արդեն քանի տարի է Հայաստան-Վենետիկ բարեկամություն ենք հաստատում։ Ոնց է ստացվում է։ Բարեկամությունում հրաշք ձևի ստացվում է։ Մենք մեկ չի դարձանք։ Այսամ շատ ուժեղ դեցել։ Ելեք փոխանցել անջտեք բերեմ։ Ոչ մի ուտես չի։ Էսի Դե լավ, սա արտակարգ դեպք էր, սյան ոչ մեկ պատրաստ չէր։ Լուրջ, անցած տարի։ Դետի անցած կարող է Վենետիկին փորձում ենք հասկացնել, որ մեզ պետք են ձեր գոնդոլաները։ Գոնդոլիերները չէ, իրանց պայքզեց, բայց գոնդոլաները ուղարկեք։ Գիտեք, անցած ամիսել էինք փորձում նույնը հասկացնել։ Լավ, հասկացա, գոնդոլա չկա, գոնե հեղեղատարա պետք։ Կապիտան, նկատեք, էլի այս վիճակը, կամ եթե նկատել եք ու ոչ իման չեք պատրաստում անվանել, գոնե եկեք վերանվանենք բարեկամություն, ասենք bon voyage։ Ինչպես գիտեք, պատմությունը ցույց է տալիս, որ գազը ժամանակի ընթացքում չի էժանում, այլ թանկանում է։ Իսկ տաք ջրի համար ինչ կա? Այո, ջրային տաքացուցիչ։ Տեղադրեք այն եւ ձեր գազի ծախսը հասցրեք մոտեցրեք 0-ին։ Մեր արևային գործընկեր Solar Holding-ը պատրաստ է ձեզ ազատագրել գազային կախվածությունից։ Solar Holding, տեր կանգնեք ձեր փայ արևին։ Շնորհավոր, նորամուտ։ Մերսի, համեցի։ Հուսով եմ բլենդեր դեռ չես առել։ Չէ, բլենդեր հենց այդ մի բանը չունեինք։ Մերսի։ Շատ հավանեցի։ Մերսի։ Ճաշակովա։ Մերսի։ Կներես։ Էգան։ Կոմունալները։ Վայ կորա 15000 լույսը, գազը 57000։ Կներես։ Թխի դոգա, ինձ էլ հեսնոր մեյլ եկա, որ 57000 կուտակել եմ։ Այսինքն, չգիտեիր, հեծը ամեն ամիս հաշվից պարտաճանաչ նստացնում է։ հələ անկեղծ ասա, այդ պաշտոն է ստացել ու քեզ լավ են նայում։ Բա ինձ սազեց։ Solar Holding-ից արևային պանելներ եմ առել, տեղադրել եմ ու հիմա մայր բնությունը աշխատում է իմ համար։ Այդ մայր բնության համարը կտաս։ Իհարկե, ուղղակի իմ մոտ ինքը Solar Holding անունով է գրանցած։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Հիմա այսինքն առողջության ապահովագրությունը մասնավորապես մեր աղքատության մակարդակի վրա ազդեցություն կունենա, ես ճիշտ հասկացած էր ասում։ Քաղաքական իմաստով ես իրավունք չունեմ նման հարցի պատասխանել, բայց գիշ չեմ, իհարկե։ Շատ լավ։ Արա, խի էին կանայք այտենց ոգևորված նկարվում Մայք Թայսոնի հետ։ Մայք Մարդը դատարանով բռնաբարության համար նստած էր։ Ադետի երբ 90-ականներին հետո։ Հենց այդ 90-ականների բռնաբար էր։ Հիմիկվա զիզի պիզի միթու բան չէր։ Այն հին ձևերով։ Բայց որ ուզենար գար լուրջ կաստի, օքեյ կներ երեք։ Օրա կդզեր։ Հա, չնայած որ 90-ականներին շատ վատ բաներ արել allegedly։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն։ Հենց հիմա